Եվ դժբախտաբար 20 թվականին տեղի ունեցավ այն, ինչ-որ բոլորիս կյանքը այսօր ավերել, բոլորիս համար մեծագույն մտահոգություն։ Մենք կորցրեցինք Արցախը, մենք կորցրեցինք ներազգային համերաշխությունը, կեղծ և արհեստական պատճառաբանություններով բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակվեց հասարակություն։ Եվ իհարկե այդ պայմանների մեջ ես անբարոյական եմ համարել, որպես թե եկեղեցական և թե անձ, որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Եվ ես այդ դիրքորոշումը արտահայտել եմ և այսօր էլ այդ դիրքորոշման վրա եմ, այդ անձը և այդ անձինք, այդ իշխանությունը, որը այդպիսի արհավիրք է բերել մեր երկրի և մեր ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան։ Անկախ նրանից ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարության շարունակությունը, դա շարունակելու է նոր արհավիրքներ բերել մեր ժողովրդի և մեր երկրի գլխին։ Ուրեմն այս համոզմունքներից ելնելով ես արտահայտել եմ իմ դիրքորոշումները և բնականաբար այդ դիրքորոշումները դուր չեն եկել իշխանություններին և վարչախմբին։ Այդ դիրքորոշումների հետ կապված դուք արդեն տեղյակ եք, հրապարակվել է, որ ես մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ազգային անվտանգության ծառայության տարբեր պաշտոնյաների հետ։ Ես անունները չեմ ցանկանում նշել։